Ցերերուսատողներ ուրերի ժամը շարունակվում է առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք չափազանց հետաքրքիր եւ այս օրերին մեծ տարածում գտած մի գիտության մասին, այն է թվային հոգեբանությունը։ Այդ նպատակով մեր տաղավարում հյուրընկալել ենք այս բնագավառի առաջատար մասնագետ թվային հոգեբան Նաիրա Ղազարյանին, ով էլ կներկայացնի թվերի ունեցած նշանակությունը մեր կյանքում, մեր ապագայի համար եւ ընդհանրապես թվերը ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու եւ չափազանց հետաքրքիր եւ միգուցե շատերի համար նոր այս գիտության մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Նախ եւ առաջ կխնդրեմ մեր հյուրասատողներին ներկայացնեք ինչ ասել է թվային հոգեբանություն, ինչ է այն իրենից ներկայացնում։ Ողջույն Արմինե ջան, թվային հոգեբանությունը դա գիտություն է, որի հիմքը թվերն են։ Իսկ թվերը ցույց է տալիս իր պրակտիկայով եւ ստատիստիկայով, որ ամեն մի թիվ ունի իր հոգեբանությունը եւ այդ ամենը վերլուծելով դու հասկանում ես մարդու բնազդը, մարդու բնութագրությունը եւ ամեն ինչը, հասկանում ես մարդու ուժեղ եւ թույլ կողմերը եւ այդ ամենով կարողանում ես վերլուծել եւ հասկանալ մարդը ինչում կարող է փոխվել, դա հուշում է կյանքում, որը թույլ է տալիս, որպեսզի փոքրիկ դու ուղես քո կյանքը։ Դուք այս բնագավառում առաջին հայ մասնագետն եք, ով սկսել է ուսումնասիրել թվային հոգեբանությունը, խնդրեմ մի փոքր կներկայացնեք, որտեղից առաջացավ այդ գաղափարը ուսումնասիրել եւ գիտելիքներ ստանալ այս բնագավառի հետ կապված, մի փոքր ձեր մասնագիտական հաջողությունների մասին։ Անկեղծ ասած, ես հետազոտում եմ արդեն այս մասնագիտությունը 7 տարի։ Իմ առաջին մասնագիտությունը իրավաբանությունն է, այդտեղից ինձ սկսել է հետաքրքրվել է հոգեբանությունը, մարդկանց ինչու են կատարվում գողություններ, սպանություններ, մարդու հոգեբանությունը։ Եվ այնուհետև ես սկսեցի հետազոտել թվային հոգեբանությունը, Պիֆագորեին, եւ դրանով խորանալով ստատիստիկայով հասկացա, որ դա ամբողջովին շատ ճիշտ է լինում, հասկանալով մարդկանց տարբեր երկրների տարբեր մարդկանց, հասկանալով, որ նույն օրվա ծնվածները ինչպես կարող են իրենց կյանքը մեկի մոտ շատ լավ լինի, մյուսի մոտ շատ վատ լինի։ Այդ ամենը դրդեց ինձ, որպեսզի ես հետազոտեմ թվային հոգեբանությունը։ Եկեք մի փոքր օրինակներով խոսենք։ Այ հաշված օրեր առաջ մենք մուտք գործեցինք 2026 թվական։ Խնդրեմ ներկայացնեք մեր հեռուստադիտողներին օրինակ թվային հոգեբանության տեսանկյունից։ Ինչ տարի է կանխորոշում 2026 թվական եւ ընդհանրապես ինչպիսին էր օրինակ 2025 թվականը ըստ ձեր գիտության եւ ինչպես է այն շարունակվելու 2026 թվականին։ 2025 թվը, որը փակվեց, դա 9-րդ տարին էր։ Թվային հոգեբանությունով ոնց ենք հասկանում, որ 9-րդ տարին էր 2 գումարած 2 գումարած 5, բոլորը ամբողջովին գումարում ես եւ ստանում ես 9։ Իսկ 9 դա նշանակում է էներգիայով ամենավերջին էներգետիկան է, դա վերջնաբանն է, որը փակվում է։ Ես միշտ ասել եմ իմ եթերներում, որ 2025 թվականի ժամանակ շատ մարդիկ գնալու են մեր կյանքից։ Շատ մարդիկ իրենց դիմակները պատռելու են եւ ես իմ փորձից եմ դա հասկացել, որ դա իրականում դա ճիշտ էր։ Իսկ 2026 թվականը ինքը հավասարվում է 1-ի, դա նշանակում է ցիկլը նոր սկսվում է։ Այն մարդիկ, ովքեր որ աշխատասեր են, աշխատում են առողջ, մտածում են առողջ եւ ցանկություններ ունեն բարձունքների հասնել, ապա այդ հնարավորությունները նրանք ունեն, որպեսզի հասնեն այն բարձունքների։ Երբ որ առաջին ցիկլը սկսվում է նոր, դու նոր գործարքներ պարտադիր բոլորը պետք է ստեղծեն, նոր գործարքների մեջ մտնել, որպեսզի 9 տարի նրանք աճեն եւ բարգավաճեն։ Շնորհակալություն, մի փոքր խնդրեմ մեր հեռուստատողներին ներկայացնեք, դուք ստեղծել եք նաև Let's Start Academy-ն, ինչ է այն իրենից ներկայացնում, մարդիկ ինչպես կարող են մաս դառնալ այս ընկերության, ինչպես կարող է ընդհանրապես թվային հոգեբանությունը օգնել մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական տարբեր խնդիրներ։ Let's Start Again Academy-ն, որը ես հիմնադրել եմ, դա ստեղծել եմ նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան գան, սովորեն եւ հասկանան իրենց հասկանան, գտնեն իրենց թվերի շնորհիվ հասկանան իրենց թույլ եւ ուժեղ կողմերը։ Մարդիկ կան ունեն վախեր։ Վախերը մենք օգնում ենք, որպեսզի նրանք բաց թողնեն իրենց վախերը։ Մարդիկ կան, որ բնավորությունով շատ ուժեղ են, բավականին կոպիտ են, ագրեսիվ են, որպեսզի կարողանան թույլացնել, որովհետև մի հատ էներգիան, երբ որ քո մոտ շատ է լինում, դա թույլացնում է եւ դու կարող ես շատ հաջողությունների չհասնել դրա պատճառով։ Մենք ավելի շատ Let's Start Again Academy-ն օգնում է մարդկանց, որպեսզի կարողանան իրենց գտնեն եւ մոտիվացնեն եւ հասնեն շատ բարձունքների։ Ամենակարևորը ուրախություն լինի։ Մարդիկ տրամադրություն, ես ունեմ շատ աշակերտներ, ես ամեն մեկը գալով մեր դպրոց, մեր ակադեմիան սովորելուց հետո նրանք լիովին փոխված գնում են։ Կասեք այն ինչով է տարբերվում օրինակ սովորական հոգեբանությունից եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ թվային հոգեբանությունը մարդու կյանքի համար։ Թվային հոգեբանությունը հիմնականում քո գենետիկայի կոդն է,
քո էներգիան է, որը գալիս է քո ամբողջ գենետիկայից։ Դու ստուգում ես քո գենետիկան եւ տեսնելով քո գենետիկայի ուժեղ եւ թույլ կողմերը, որը դու չես ուզում կրկնես նույն սխալները։ Այդ ամենը քեզ ցույց է տալիս դու արդյոք ունես ֆինանսային էներգիա, դու կարող ես աճել, թե ոչ։ Չէ՞ որ մարդիկ կան տանջվում են, բայց իրենց նպատակին չեն կարողանում հասնել։ Ոնց որ ուզում են ապրեն, չեն կարողանում ապրեն։ Այդ ամենը գալիս է գենետիկայից, բայց նորից եմ ասում, ամեն ինչը դու կարող ես փոխել։ Ամեն ինչը գալիս է քո ուղեղից, քո ենթագիտակցությունից։ Իսկ ենթագիտակցությունը դու կարող ես ճիշտ եւ գրագետ transformation անես։ Շնորհակալություն, դուք ստացել եք նաև արժանացել եք տարբեր պատվոգրերի հեղինակավոր մի շարք ընկերությունների կողմից ձեր այս բնակավարում կատարած աշխատանքի համար։ Խնդրեմ մի փոքր ներկայացնեք այդ ամենը։ Այո, ես մասնակցել եմ Փարիզում Բաֆան, դա մի հատ կազմակերպություն է, որը ամբողջ հայերին տարբեր երկրների տալիս են պատվոգրեր լավ գործարարների համար։ Շնորհակալ եմ նրանց։ Մասնակցել եմ, նաև ունեցել ենք մաստեր կլասեր տարբեր երկրներում, Փարիզում, Հայաստանում, տարբեր եւ շարունակում ունենք առաջարկներ, որպեսզի մեկնենք Եվրոպայի տարբեր երկրներ։ Հայաստանում ստացել եմ հայուհի ամենալավ հայուհի պատվոգիրը եւ նաեւ մեկնել եմ Ստամբուլ, այնտեղ ունեցել եմ ինտերվյու Ակոս թերթում։ Եկեք նորից խոսենք թվային հոգեբանության մասին, օրինակ հետաքրքիր է իմանալ ըստ ձեր գիտության, այն մարդիկ, ովքեր ունեն բնավորության բարդ գծեր, օրինակ շատ հաճախ քննադատում են դիմացինին, ապրում են մեկ ուրիշի կյանքով, վստահ եմ նման մարդիկ կան մեր բոլորիս կյանքում, այս մարդիկ կարող են կյանքում արդյոք հաջողությունների հասնել եւ արդյոք նման մարդկային տեսակը փոխվում է երբևէ։ Այո, ես հավատում եմ, որ փոխվում է, ուղղակի մարդ պետք է ցանկանա։ Ցավոք սրտի հիմա շատ են խոսում, քննարկում, ապրում ուրիշի կյանքով։ Ինչու են ապրում այդ ուրիշի կյանքով, որովհետև մենք բոլորս ունենք հատուկ ռեսուրսներ, հատուկ էներգիաներ, որ մենք պետք է առաջ գնանք եւ մեր գործերին հասնենք, նպատակներին հասնենք, բայց այդ մարդիկ ցավոք սրտի ալարկոտ են, էներգիա չունեն, սիրում են խոսալ, քննարկել, քննադատել, կոպիտ ասած ապրել ինստագրամյան կյանքով, որի պատճառով նրանք չեն հասնում հաջողության։ Եվ հետո ասում են, ինչու այս մեկը հասավ, ես չհասա այդ հաջողությանը, բայց բոլորին խորհուրդ եմ տալի, ամեն մեկը թող իր էներգիան օգտագործի իր վրա։ Անհնարին է, եթե դու մի բան ուզում ու ցանկանում ես, չհասնես դու քո նպատակին։ Բոլորին խորհուրդ եմ տալի չխոսել, միշտ եմ ասում դա, չխոսել, չքննարկել եւ չքննադատել ոչ մեկին։ Շարունակելով միտքը, այսօր երբ սոցիալական մեդիան լայն տարածում ունի մեզանից յուրաքանչյուրի կյանքում, հատկապես երիտասարդները շատ հաճախ հոգեբանական տարբեր ընկճվածությունների են ենթարկվում հենց սոցիալական մեդիայի պատճառով։ Շատ հաճախ փորձում են նմանվել տարբեր մարդկանց արհեստական կերպարների, թե արտաքին տեսքով, թե բնավորությամբ եւ այս ամենը ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ հատկապես երիտասարդներին ինչ խորհուրդ կտաք, ովքեր անցնում են հոգեբանական տարբեր բարդ փուլերի միջով։ Այ Let's Start Again ակադեմիան անպայման թող հաճախեն, մենք այդտեղ ենք օգնում։ Շատ երիտասարդներ կան, ովքեր բնավորությունով շատ թույլ են, որոնք սիրում են նմանվել։ Մենք ուժեղացնում ենք իրենց բնավորությունը։ Պարտադիր օգնում ենք, որպեսզի նրանք աճեն, հասկանան, գնահատեն իրենց գենետիկայի կոդը, սիրեն իրենց, հասկանում եք, երբ որ մարդ իրան չի սիրում, այո, արդեն ինքը սկսում է նմանվել ուրիշներին։ Իսկ մենք մեր ակադեմիայում փորձում ենք այնպես անել, որպեսզի մարդիկ սիրեն իրենց։ Ոնց ծնվել ես։ Կասեք, որ թվերն են համարվում ըստ ձեր գիտության ամենահաջողակ թվերը եւ որ թվերով կարող ես բնորոշել օրինակ մարդու լավ կամ վատ լինելը բնավորության գծերը։ Դե մեկերը տակ մտնում են ամսի 1-ի, 19-ի եւ 28-ի ծնվածները։ Ես գիտեմ դու 19 ես, իրենք ամենաուժեղներն են, իրանք լիդերներ են, ինքնահաստատված են, այդ մարդիկ շատ ինքնահաստատված են, իրենք գիտեն իրենք ինչ են ուզում եւ գնում են առաջ։ Բնավորությունով ավելի մի քիչ փափուկ են երկուսները, երեքներն են շատ ուժեղ, նրանք էլ գիտեն ինչ են ուզում եւ գնում են առաջ։ Խոսքի նրանք նաեւ ունեն խոսքի արտահայտիչ ուժ։ Այո, 4-երը մեկ քիչ պետքա զգուշ լինեն, որովհետև իրանք են թույլ լինում, բայց նաև նրանք մի հատ ուրիշ աշխարհ ունեն, ես սիրում եմ 4-երին բարի են նրանք, 5-երը պետքա կողմնորոշվեն, ինչ են ուզում, շտապում են նրանք, 6-երն են Աստծո տված բալիկները, կոպիտ ասած, իրանք շատ հաջողակ են, 7-երն են հաջողակ, 8-երի կյանքն է դժվար եւ 9-երի կյանքը։
Ութերը պետք է պրոստը սիրեն, ապրեն իրենց կյանքով, առաջ գնան, իրենց մոտ գալիս է այն հաջողությունները եւ նաեւ գալիս են հարվածներ։ Իսկ ինները իրենց բնավորությունով սիրում են շատ քանդեն։ Տակ էմոցիոնալ են, տակայրուն են։ Տակայրուն։ Թե կին, թե տղամարդ։ Շատ հաճախ որոշ մարդիկ ունեն թյուրն բռնում թվային հոգեբանության հետ կապված, օրինակ կարող են այն կապել տարբեր կրոնական կազմակերպությունների հետ եւ այլն, եղել են նման դեպքեր եւ այ ինչ կասեք այդ մարդկանց, ովքեր թյուրն բռնում ունեն։ Այո, շատերը ասում են դա Աստծուն դեմ է, բայց դա գիտություն է, Աստծու հետ կապ չունի։ Ես ինքս հավատում եմ Աստծուն եւ բոլոր մեր իմ հայկական քրիստոնյա կրոնները ես պահում եմ։ Իմ ընտանիքը դա ձևավորված է այդ ամենով։ Ես սա ընդունում եմ որպես գիտություն։ Սա ընդունում եմ որպես մարդու վերլուծություն, հաշվարկ, ստատիստիկա, թե ամեն մեկի էներգիան ինչ ձև է կատարվում եւ այդ ամենը միասին գլոբալ ստեղծելով հասկանում ես, որ իրականում ճիշտ համեմատություններ են լինում։ Շնորհակալություն, այս գիտությունը ամբողջ աշխարհում ինչ տարածում ունի, այլ որ երկրներ են համարվում առաջատար եւ ինչպես է այն օգնել մարդկանց տարբեր երկրներում։ Այս գիտությունը շատ ուժեղ է, հիմա ներկա պահին ահավոր է տարածված, Հայաստանում ահավոր շատ շատացել են մասնագետները եւ հույսով եմ եւ իմ գոլեգաներն են, ես հույսով եմ, որ բոլորը ճիշտ են կոնսուլտացիա անում, որովհետեւ ամեն մի խոսքը սխալ արտահայտությունից մարդու հոգեբանությունը կարող է կոտրվի, որովհետեւ ցավոք սրտի սա բամբասանք չի, ես լսել եմ, որ մարդիկ ասել են դու չես կարող երեխա ունենալ կամ չես կարող, մարդը արդեն որ ինքը նեգատիվ ինֆորմացիան որ լսում է, իր մոտ փակվում է ու գնում է ենթագիտակցություն։ Դա համար խորհուրդ եմ տալիս ճիշտ մատուցել, ճիշտ խոսել, ճիշտ անել։ Դա ինձ համար շատ կարևոր է, որպեսզի հակառակը մարդուն հանել վատ իրավիճակից, ոչ թե մարդուն նորից մտցնել վատ իրավիճակի մեջ։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Ահա որ տարածված է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Հնդկաստանում թվային հոգեբանությունը շատ է ներկա պահին տարածված եւ մինչեւ 30-32 թվականը բավականին ուժեղ մասնագիտություն է լինելու։ Շնորհակալություն այս հետաքրքիր եւ տեղեկությունները մեր հեռուստատողներին փոխանցելու համար։ Թողարկման վերջում խնդրեմ ձեր խոսքը, ձեր մաղթանքը մեր հեռուստատիտողներին։ Ես շնորհավորում եմ բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ ցանկանում եմ, որպեսզի բոլորը լինեն ամենակարևորը առողջ, երջանիկ, սիրեն մեկը մյուսին, որովհետև ցավոք սրտի հիմա սերը շատ քիչ է։ Ոչ մեկ մեկին լավը չի ցանկանում, ոչ մեկ արև չի ուզում մյուսին լինի։ Ցանկացեք այն ամենը ձեր հարևանին, ինչ որ դուք ունեք։ Ես դա եմ ցանկանում։ Շնորհակալություն, իսկապես շատ հրաշալի եւ կարեւոր մաղթանք է, հատկապես այս օրերին, երբ իրոք ամենուրեք կարիք կա սիրո, բարության եւ խաղաղության աշխարհի ամեն կողմում։ Անչափ շնորհակալ ենք եւ հաճելի էր ձեզ մեր տաղավարում հյուրընկալել։ Իզեսրելի հեռուստատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել էինք թվային հոգեբան Նաիրա Ղազարյանին, ով ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ այս օրերին մեծ տարածում ունեցող այս գիտության հետ կապված թվեր, որոնք կարող են բնորոշել մարդու բնութագիրը, կենսագրությունը եւ ընդհանրապես նրան ամբողջությամբ։